Հարգելի ըստատիտողներ Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու են քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավեր ընդունելու Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, քանի որ մեր զրույցից ընդամենը ժամեր առաջ հրապարակվեց, Գելափը նոր տվյալներ հրապարակվեց, տարբեր թեմաների շուրջ հասարակության կարծիքն է, այսպես ասած հարցրել ու ըստ այդմ սոցիալական տվյալներ է հրապարակվել։ Այսպիսով ես առաջինը երևի ընտրություններից առաջ պարբերաբար քաղաքական ուժերի ռեյտինգների հարցում իրականացում։ Հիմա դե մշտապես ինչքան էլ դժգոհություններ են լինում հասարակության շրջանում դժգոհություն կա, ամեն դեպքում քաղաքական ուժերից այս պահի դրությամբ համեմատության մեջ ամենաբարձր վարկանիշը ունի քաղաքացիական պայմանագիրը 16%, մեր ձևով է 7% եւ Հայաստան դաշինքը 6%։ Ես առաջի եռյակն եմ անդրադարձել։ Ինչ կանխատեսելի է ընտրություններին ինչ-որ լուրջ փոփոխություններ կլինեն, թե հնարավոր է այս պատկերն լինի։ Ես առաջի եռյակի վրա ուշադրությունը չեմ դարձնի, դինամիկային կանրադառնամ, որը իմ կարծիքով մի քիչ ավելի կարևոր է։ Ձեզ տված վերջին հարցազրույցներից մեկում ես մոտավորապես ասել էի, որ ուժերը կամ որ կոնսոլիդացիոն կենտրոնները հաջողություն կունենան, որովհետև բարձա չէ, ցանկացած բևեռի շուրջ ինչ-որ խոշորացում է լինելու։ Գելափի հարցումները այդ առումով անակնկալ չեն։ Թողենք տոկոսները էական չեն, դրանք ընդ որում ոչ թե օբյեկտիվություն եմ կասկածի տակ դնում, ամեն րոպե կարող են փոխվել, շոր տեղերով 1-2% էս կոմենքում, կամ 6 ֆավորիտ կոնսոլիդացիոն կենտրոններ այս ընտրություններում, ՔՊ, այն համախումբը, որ կա Սամվել Կարապետյանի շուրջ, Ռոբերտ Քոչյանի շուրջ, Գագիկ Ծառուկյանի շուրջ, Դոգի շուրջ, Վարդան Ղուկասյանի եւ Սերժ Սարգսյանի։ Այսինքն կոնսոլիդացիոն կենտրոնները սրանք են։ Մա մի քիչ մեկի տոկոսները կավելանա, մի քիչ կպակասի, բայց մեծ հաշվով այս 6 ուժերն են հավակնում առաջիկա ընտրական կամպանիայում դերակատարություն ունենալ։ Մյուս քաղաքական ուժերը պետք է այս խոշորների շուրջ կոնսոլիդացվեն։ Էլի ազդեցիկ։ Իսկ գուցե հենց այս խոշորները փորձեն իրեր ներսում դաշինքներ կազմել։ Տեսեք, հիմա դաշինքներ չի լինելու։ Այս բոլոր ուժերին, որ դուք թվարկեցիք կամ ես թվարկեցիք, առանձին մասնակցելու են։ Այստեղ երկու շատ կարևոր բան կա։ Բոլոր հարցումները, ոչ միայն ձեր հիշատակածը վերջինը Գելափի, որի թվերը կասկածի տակ չեմ էլ ուզում դնել, որովհետև կրկնում եմ, կա մեթոդաբանության հարց, կա պահի հարց երբ անցկացվել, հա։ Բայց ես մի բան կասեմ, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը միայնակ իշխանություն ձևավորել չի կարող։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունները մյուս, իսկ մնացած բոլորում թվում են ընդդիմադիր են, հա, ազդեցիկները։ Մնացած ընդդիմադիր կուսակցությունները որոշակի շանս ունեն կոնսոլիդացվելու պարագայում հետընտրական փուլում։ Այսինքն ընտրությունները արդեն ավարտվել։ Հասնեն իշխանափոխության, բայց այստեղ մի շատ կարևոր բան կա, երկրորդ ասպեկտը, որը սոցիոլոգիական ոչ մի հարցումով չի երևալու։ Շատ կարևոր է ինչպիսին է լինելու ընտրությունների մասնակցությունը։ Ակտիվ թե պասիվ։ Պասիվ մասնակցության դեպքում շահելու է իշխանությունը։ Իշխանությունը մի շահում է, որտեղ ինքը շատ մեծ բոնուսով է մտնում խաղի մեջ, վարչական ռեսուրսը դառնում է դոմինանտ։ Ավելի բարձր մասնակցության դեպքում կլինի իմ ասած սցենարը, այսինքն իշխանությունը եզրագծին կհասնի առաջի տեղով, բայց ոչ վարար ցուցանիշով, որպեսզի վերարտադրվի, մնացածը շանս է ստանում կոնսոլիդացվեն այդ ընտրական փուլում եւ փոխեն իշխանությունը։ Այսինքն նույն Գյումրիի մոտավոր։ Այո, բայց կրկնում եմ, ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը ոչ թե թվերով տարվելն է, այլ հասարակության ապատիկ վիճակը հաղթահարելը։ Բալասանը դա է ապատիկ վիճակի։ Այսինքն մասնակցության ակտիվությունը։ Իհարկե, եթե ավելի ստույգ ասեմ, եթե 1.100.200.000-ից ավել մասնակցություն եղավ, ընդդիմության հաղթանակի շանսը հիմա կարևոր չի ում դեմքով։ Ով որ ընդդիմության մեջ առաջատար է կլինի։
շատ մեծանում է։ Իսկ ում շուրջ եք այդ ընդդիմադիր դաշտի Հիմա դժվար է ասել, գիտեք, վարկանիշները շատ մոտ են։ Տեսեք, այդ նշածս բոլոր ուժերը կարող են ընդդիմության մեջ առաջատար դառնալ, որտեղ ընտրարշավին շատ կա, ուղղակի նոր անակնկալներ չեն կարող էս 5-ից 6-ից դուրս լինել։ Էլ ժամանակ չկա, որ 0-ից ինչ-որ մի հատ նոր քաղաքական ուժ գա, ինչ-որ կարողանա խորհրդանում հայտնվելու հայտ ներկայացնի։ Խորհրդանում վստահաբար այս 5-6-ն են հայտնվելու, բայց նրանցից ով ընդդիմադիր էլեկտորատի ֆավորիտը կլինի, եկեք այս փուլից կանխատեսումներ չանեմ ու դա շատ անշնորհակալ գործել կլինի։ Օրինակ ո՞նց Սամվել Կարապետյանի ուժի հնարավորությունները գնահատեմ, եթե չգիտենք վարչապետի տեխնացուն իրանց ով է լինելու։ Օրինակ, սա այս մասնավոր մի հատ օրինակ։ Հա, մասնավոր մի հատ օրինակ բերեցի, որտեղ այնտեղ գիտեք Սամվել Կարապետյանը ինքը չի կարող լինել, հետեւաբար առաջի տեղի հարցը շատ կարևորվում է։ Որտեղ այդ ով եղավ առաջի համար, նա էլ վարչապետի Բարսոնետ, իսկ ինչ է կարծում։ Բնականաբար քաղաքացիական պայմանագիրի Նիկոլ Փաշինյանը այս ամենը հաշվի առել են, որ նման զարգացումներ են հնարավոր հետընտրական իրենք քայլեր չեն ձեռնարկի, կգտնվեն, չէ՞, ուժեր, որոնք իրենց հետ պատրաստ նույն հանրապետություն կուսակցությունը։ Հանրապետություն կուսակցությունը ոնց որ թե այլևս անցողիկության լուրջ խնդիր ունի։ Նիկոլ Փաշինյանն այլ բան է փորձում անել, ինքը դաշնակիցներ չի փնտրում, որտեղ այդ պսևդո արևմտամետ սեգմենտներից որևէ մեկը այնքան ռեյտինգ չունի մի խոսքով, որպեսզի վստահաբար կարողանանք պնդել, որ ինքը այդ բարիերը հաղթահարելու է, հա։ Ընդհակառակը նույն հանրապետություն կուսակցությունը, եթե ասում եք, մենք տեսանք, որ դաշինքի կազմում Գյումրիում ձախողվեց, հետո էլ արդեն Էշմիածնում իր դեմքով ձախողվեց վաղ շաբաթում։ Իշխանությունը այլ բան է ուզում անել։ Եկեղեցու խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար միայն այսպես կոչված ճակերտավոր գաղափարական կամ արժեքային դաշտում չի։ Ինչա՞ն է ուզում եկեղեցի շուրջ զարգացումները արագացնի։ Բացի բոլոր խնդիրները կա շատ պրագմատիկ խնդիր։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե կաթողիկոսի ընտրությունները շատ արագ հիմա լուծեց, դրանից հետո հասարակությունը ավելի է հուսահատվելու։ Քաղաքական խոսնել կորցնելու է իր արժեքը։ Որովհետև Սուրեն Սուրենյանցի, որը մտադիր է մասնակցել ընտրություններին, հասարակությունը բարձ հարց է տալու, ասելու է դուք եկեղեցին չկարողացաք պաշտպանեք։ Հիմա ինչ եք եկել ինձանից քվե ակնկալում, հա, օրինակ, այդ որ ասացի միայն Սուրեն Սուրենյանցին չեն հարցնելու, այս բոլորին։ Իսկ եթե նա կարողացավ հասնել կաթողիկոսի փոփոխության կամ եկեղեցու այս պատմությունը մարսեց, դրանով նպաստելու է հասարակության ապաթիային ու մասնակցության շեշտակի անկման ընտրություններին։ Դրա իր դաշնակից այդ խնդիրն է։ Ինչպես անել, որպեսզի X պահին ընտրական ցիկլին մոտ հասարակությունը լրիվ հուսահատ վիճակում հայտնվի։ Դրա այս ձերբակալություններն էլ դրա համար անում, աբեկում, հուսահատություն, իր անփոխարինելիության մասին լեգենդի տարածում, ինքը ոչ թե դաշնակից փնտրելու, այլ հասարակությանը խաղից դուրս դնելու խնդիր է լուծում։ Իդեպ նույն այդ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցու վարկանիշը շարունակում է ամենաբարձր մնալ, եկեղեցին եւ բանակը մոտ 69% ներողություն։ Ու դեմ են արտահայտվել այդ մեծ մասը հասարակության Նիկոլ Փաշինյանի այս գործողություններին եկեղեցու հետ կապված։ Ես գիտեմ, որ հասարակության մեծ մասը չի պաշտպանում այդ գործողությունները։ Այդ դրա համար սոցհարցում անցկացնել պետք չի։ Մյուս կողմից հանուն արդարության լրիվ նույնական չեն նաև եկեղեցու կաթողիկոսի վարկանիշները։ Այլ կա։ Պատասխանողների մեջ եկեղեցու կաթողիկոս լրիվ նույնական չեն կարող լինել։ Ես ասեցի, որ Նիկոլ Փաշինյանին այլևս հանրային տրամադրությունները չեն հետաքրքրում։ Նրան պետքա պասիվ հուսահատված այլ երկեր չփնտրող հասարակություն։ Ինքը այս գործողություններով փորձում է ստանալ այդ հասարակությանը։ Առայժմ
հենց ստատուս քվոն որ կա, յոգուտ իշխանությունը, որտեղ հասարակությունը пассив է, շատ թույլ է արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Տեսեք, դուք շատ ճիշտ ասում եք, որ հակաեկեղեցական կամպանիան չունի աջակցություն, չէ՞։ Իսկ հակաեկեղեցական կամպանիա իրականացնող Նիկոլ Փաշինյանի դեմ մեծ ընդվզում կա այդ հարցում։ Ոչ, չկա։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք, այսինքն ստացվեց մի հատ վիճակ, որ առայժմ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է հասարակությանը պայել ապատիկ հուսած վիճակում։ Այն ընդդիմությունը, որը ձգտում է փոփոխությունների, այդ վիճակը պետք է փորձի փոխել։ Դա չէ բոլորին ակնհայտ, որ հասարակությունը գնալով զզվում է այս իշխանություններից, եւ այդ զզվանքը մի օր արտահայտվելու է։ Քաղաքական ուժերի խնդիրը այնա, որ այդ մի օրը համընկնի ընտրությունների օրվա հետ, որպեսզի երկրում փոփոխությունները անցնցում լինեն։ Թե չէ, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով իշխանությունը 2026-ին պահի, ենթադրենք, այս ապացիկ վիճակը շարունակվի, գործի դրվեն կեղծիքների ու վարչական ռեսուրսի մեխանիզմները եւ ամեն գնով պահպանի 26-ին իշխանությունը։ Եվ նույնն է, իր իշխանությունը ձգվելու է մաքսիմում 1-1.5 տարի դրանից հետո եւ փլվելու է այդ իշխանությունը։ Որտեւ իշխանությունը այլևս ինքը խորքային ճգնաժամի մեջ է։ Ինքը կարա կեղծի, կարա մարդ բռնի, մարծեցի, բայց երկարաժամկետ կայուն սուբյեկտ չի հանդիսանում գործող իշխանությունը։ Հետևաբար իրավիճակը պետք է շատ ստապ գնահատենք։ Եթե ընդդիմությունը ուզում է անցնցում փոփոխությունների երկրում, ուրեմն պետք է ամեն ինչ անի հասարակությանը մինչև հունիսի 7-ը գործոն դարձնելու, ակտիվացնելու ուղղությամբ։ Հակառակ պարագայում ապատիկ մթնոլորտ օգտագործելով Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ կվերարտադրվի, որից հետո երկիրը պերմանենտ ցնցումների մեջ։ Բայց օրինակ ընդդիմության քայլերում, հայտարարություններում նկատում եք այդպիսի մեծ ցկտում, նկարտում, որ այդ ապատիկ վիճակը։ Հիմա ուզում եք ես ինձ քննադատեմ։ Այո։ Ինձ ու մյուսների։ Ոչ, ընդդիմության գործողությունների արդյունավետության գնահատական էս պայման։ Նույն եկեղեցու հետ կապված։ Անբավարար է, եկեղեցու հետ կապված ընդդիմությունը այդ հարցում ես երրորդ նախագահի հետ համաձայն եմ, ազդակտի եկեղեցուց ստացվի։ Կաթողիկոս։ Իհարկե, չես կարող դու ցանկացած Կարող ավելի վնաս նաև։ Դե գիտեք, եկեղեցու հարցը միանշանակ չէ, որ պարզ դիմակայությամբ գնալով ավելի արդյունավետ ես լուծելու։ Դա միանշանակ չի, այդտեղ միանշանակ պատասխան չկա։ Բայց ընդդիմությունը պիտի այնպիսի վիճակ կարողանա երկրում ստեղծել, որ եկեղեցու նկատմամբ նաև Նիկոլ Փաշինյանը չհամարձակվի այս ոտնձգությունները անել, հասկանում եք։ Այդ չի կարողացել ընդդիմությունը։ Ոչ թե հետևանքի հետևից պիտի գնա ընդդիմությունը, այլ ինքը օրակարգ թելադրողը լինի, որպեսզի իշխանությունը համարձակություն չունենա նույնիսկ մտածել եկեղեցու դեմ նման ոտնձգություն անելու մասին կամ ապօրինաբար ընդդիմություն բռնելու մասին։ Պարոն Սարյանց, իսկ այս Կիրակի Գյումրիում տեղի ունեցածը ինչ փաստորեն անգամ եկեղեցում էսպիսի անգամ Երևանում, երբ որ եկան հա Սուրբ Սարգիս, անգամ այնտեղ էսպիսի դիմադրություն կարծես թե հասարակության կողմից թե հոգևորական։ Դուք որտեղ եք տեսել դիմադրություն։ Չեղավ, ինչ Գյումրիում։ Գիտեք, այդ ճաշակի հարց է գնահատական տալը։ Ես մեզ դիմադրություն չեմ։ Դիմադրություն դու գիտեք որն է։ Դա մտածում հրաժարվեց թեմը։ Այդ ուրիշ բան։ Ասեք, որ այնտեղ կա շատ լուսավոր թեմի առաջնորդ, որ չնայած ազատազրկման վայրում է, բայց այնպիսի մեծ հեղինակություն ունի, որ կոնսոլիդացված բոլոր 29 քահանաները հրաժարվել են տիրադավություն անել։ Այդ գնահատելի է, այո։ Բայց եթե հասարակական դիմադրության մասին ենք խոսում, հասարակական դիմադրության արդյունավետության գնահատման մի չափանիշ կա։ Իշխանությունը իր մտադրությունը կարողացել է անել, թե ոչ։ Բայց ամեն դեպքում դրան զուգահեռ տեսանք, որ 7 վերքի զուգահեռ նաև մեկ այլ եկեղեցում Սուրբ Ամենափրկիչում էր, որտեղ մեծ ավելի մեծ թվով մարդիկ նավակված ու պատարագի, սա եւս չի վերաբերվում։ Վերաբերվում է, բայց որ ասում եք Երևանում դիմադրություն չեղավ, ընդեղ եղավ, դիմադրությունը հարաբերական հասկացություն է, եթե իշխանության այդ դիվային մտադրությունը չի տապալվել։ Մենք դա գնահատում ենք, որ հա Գյումրին շատ անտարբեր եւ սառն ընդունեց Նիկոլ Փաշինյանին,
բայց մյուս կողմից այդ միջոցառումը տեղի ունեցավ, չէ՞։ Ցավոք սրտի։ Գիտեք, նայած իշխանության համար ի՞նչն է առաջնահերթություն։ Հիշում եք, որ բոլորը հիմա հիշեցնեմ էլի, այս անես չլինի, որ ես կանխատեսում եմ արել, իմ կանխատեսման իրականություն դառնալն եմ ուզում հիմնավորեմ, բացարձակապես այդ ինքնասիրահարվածության բարդույթից դուրս եմ։ Հիշում եք, մեր հաղորդումներից մեկում խոսում ենք Հովանավանքի հավաքի սակավամարտությունից, ես ասում եմ ընդդիմությունը իզուր է ոգևորվում, որտեղ միայն այդ չափանիշով սխալ է իշխանության քայլերը գնահատելը։ Ի վերջո ինչ եղավ։ Եպիսկոպոսների տիրադավությունը դրանից հետո չեղավ։ Այսինքն միշտ նայես արդյունքով դատես գործողությունները։ Այո, Գյումրիում հասարակության արժանապատիվ կեսվածքը ավելի տեսանելի էր։ Բայց ցավոք սրտի հասարակական ակտիվությունը չկարողացավ բերել այդ միջոցառման չեղարկմանը։ Դե մենք բայց տեսանք այնտեղ ինչ է կատարվում, Նիկոլ Փաշինյանն էլ, հա, պարոն Սուրենյանց ինքն էլ հենց չի հերքում, որ ԱԱԾ-ին ինքն է նախապես ասում, որ զեղչ իր միջոցով է տեղ հասցնում իր ցանկությունը, այսինքն կաթողիկոսի անունը զեղչեն, իր համար եպիսկոպոսը նույնիսկ պատարակը մատուցի 7 վերքում գնացին նախ պատարակից այդտեղ առաջ կապանը կնքեցին։ Նիկոլ Փաշինյանը անում է հանցագործություն։ Ինքը իր բերանով իր դեմ ցուցմունք է տվել։ Իշխանափոխությունից հետո իր դեմ քրեական գործ է հարուցվելու այդ հայտարարության փաստով։ Բայց դժվար է գտնել քրեական օրենսգրքի հոդվածներ, որով Նիկոլ Փաշինյանը չի անցնելու։ Արդեն այնքան է այդ տարբեր մեղքերը իր վրա հավաքել։ Ես խնդիր չունեմ Նիկոլ Փաշինյանին քննադատելու, ինքը ոչ միայն քննադատության արժանի է իր ամբողջ վարքագծով, այլ նաև իր շատ գործողություններ քրեորեն պատժել։ Դա լավ ԱԱԾ ղեկավարը, մյուս իրավապահները իրակել են պատասխան տալու, որևէ կոլեկտիվ բանը, որևէ մեկը չի կարող անհատականացված պատասխանատվությունից խուսափել։ Բայց քանի դեռ չկա հանրային շատ ուժեղ դիմադրություն, փոփոխություններ ակնկալելը շատ դժվար է։ Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանից առաջ, որ 2 տասնամյակ է եղել։ Այդ ժամանակ իշխանություններից շատ երջանիկ ու գոհա հասարակություն է եղել։ Էլի շատ ցածր վարկանիշով, թող որևէ մեկ ինձնից չվիրավորվի, այդ օրվա իշխանությունները գոյատևում էին, շատ ցածր վարկանիշով, որտեվ չէր գտնվում այլ ընտրանքը, որը իրենց կարող է փոխել։ Այսինքն միայն իշխանության ցածր վարկանիշը, միայն իշխանության այլանդակությունները հերիք չեն, որ իշխանություն փոխվի։ Դրա համար պետք է նաև որ հասարակությունը այլընտրանք տեսնի եւ հասարակությունը հավատա փոփոխությունների հեռանկարին։ Հիմա տեսեք, առանձին վերցրած որ հարցում արվի, այս պահին ամենամեծ խնդիրը այդ է, ես չեմ ասում իշխանության վարկանիշը ցածր է, ընդհակառակը բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կլինի իշխանափոխություն։ Բայց մի հատ ուրիշ ձևով եթե հարցը տան, այդտեղ կտեսնեք հասարակության գլխավոր խնդիրը։ Որ առանձին հարցն այս ուժին հավատում եք, որ կարող է իշխանափոխություն անել։ Պարզվի, որ հենց այդ հասարակությունը այդ ուժին չի գտել։ Եվ ուժերից որևէ մեկի անունը չի տալու։ Լավ, ինչքան քանի տարի այսպես այդ երրորդ ուժի այլընտրանքի փնտրտուքների մեջ են, թե մարդիկ, թե քաղաքական դաշտը։ Մոտենում ենք ցիկլին, այս ընտրություններում կարծում եմ ամբողջ քաղաքական համակարգը վերափոխվելու է, նոր դերակատարներ, նոր դերաբաշխումներ եւ այլն եւ այլն։ Ես ձեզ ասում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չափազանց մանշած վիճակում է։ Եթե այս ընտրությունները իրենք նորմալ չանցկացնեն եւ իրենց համար քաղաքակիրթ հեռանալու ձև որպես չօգտագործեն այս ընտրությունները, առաջիկա 1-2 տարում շատ մեծ ցնցումներով, բայց Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Հետևաբար այս առաջիկա ընտրական ցիկլը մի քանի առումով է շատ կարևոր։ Ուրվագծվելու է նոր քաղաքական էլիտա ամեն դեպքում։ Ես համարյա վստահ եմ։
Իսկ խորհրդարանում որ ուժեր կլինեն, պարոն Սուրեն։ Ես արդեն ասեցի ձեզ։ ԿՊ-ն Չէ, դուք շատ ուժեր նշեցիք։ Ես 5 ուժ եմ նշել, 5-6 հենց այդքանն էլ կլինեն։ Բոլոր ձեր նշած ուժերը տեղ կգտնեն։ Բոլորը իմ նշած ուժերը անցողիկ շեմ հաղթարելու շատ մեծ հնարավորություններ ունեն, շատ մեծ։ Այդ 5-6 ուժերը։ Եվ որևէ նշան ցույց չի տալիս, որ նոր ուժ կարող է սրանց միանա կամ սրանցից 1-2-ը կարող են ձախողվել, 6-ի տեղը 4 լինի։ Բայց նոր ուժերի հայտնվել, որ հիմա տեսադաշտում չկան կամ բայց շատ սահմանափակ ռեսուրսներ ունեն, ես այդ գրեթե անհավանական եմ համարում։ Էլի կրկնեմ, այն կոնսոլիդացիոն կենտրոնները, որոնք խորհրդանում հայտնվելու շանս ունեն, ԿՊ, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչյանի շուրջ համախմբված ուժեր, Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժեր, Դոգի շուրջ ձևավորվել է կիշոր բան, Վարդան Ղուկասյանի եւ Սերժ Սարգսյանի։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները բացեք, հնարավորությունների պատոն այս ուժերի համար է բաց։ Մյուսները կամ պիտի կոնսոլիդացվեն սրանց շուրջ ես նշածս ուժերի, կամ այլ ֆորմատներով ուղղակի հաղթարել անցողիկության շեմը չեն կարող, բացառված է ուղղակի։ Շնորհակալ եմ, պարոն Սուրեն, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։